այս համագարկը սպառվում է այսօր եթե բոլորս ականատես են հանգամանքի որ գանգնել են այստեղ գործի մեջ սա հակառակորդի թույլությունից է հակառակորդը շատ կցանկանա իր ուժը շարունակել սակայն ինչպես մենք միշտ ասել ենք նրանք Հյուսիսային Կորեայի ռեսուրսը չունեն գալու է մի օր դեղի են տալու եւ այսօր կարծես թե իր դուժ գիրարելու միջոցը նրանց ծերից խլվել է Արիտից օգտվելով հանրությունն է խմել թե առաջին հերթին հանրության ակտիվության հետևողականության եւ ինչու՞ նաեւ միջազգային հանրություն Արիտից օգտվելով ես նաեւ խոսքը զգուղեի ոստիկանության ղեկավարության որ եթե նրանք ուզում են իրոք համերաշխություն լինի բացի այն հանգամանքից որ պետք է օր առաջ պատժվեն իր դուժ գիրարողները նախորդ օրերին այլ նաև այսօրվանից նրանք հրաժարվեն մահակներից դոպինգը տնեն մեկ կողմ մենք բազմիցս խոսել ենք այս երևույթի մասին ասելով որ մենք այս ուժուն չենք մենք պետություն ենք ընտանիք պետություն ենք ազգ պետություն ենք մենք այսպիսի հանգամանքներում մահակը անիմաստ է գուցե եթե կատարեն իմ այս առաջարկը նրանք ցույց տված կլինեն որ իրենք էլ մի մասնիկն են մեր ժողովրդի տեսնենք այսքանը Ինչ հանգուցալուծում եք տեսնում պարոն Սեֆիլյան կարծես իշխանությունները մտադիր զիջելու են ուզեն չուզեն եթե ոչ մոբիլիզացիան օրորի մեծանալու է Իսկ երեկվա հայտարարություններին ինչպես եք վերաբերում դրանք ինչ եք դիտարկում որպես մանիպուլյացիա թե խայլ ուղղակի հանրության առաջ գնալու թե այդպիսի քայլեր չեք տեսնում Ես կարծում եմ որ քանի որ ռեժիմը ինքը սպառման եզրին է նրանք ամեն օր հնարքների մեջ են թե ինչպես իրենց կյանքը մի օր էլ երկարացնեն Սերժ Սարգսյանը գլխավորապես դրանով է զբաղված այսինքն իր աթոռը ինչպես անի որ մի քանի ժամ եւս երկարացնի այս կոնտեքստում պետք է դիտարկել այս ամբողջը այլ ոչ թե մեր երկրի զարգացման հերանեկար եւ այլն Ոստի նրանց գիսատ նահանջը, որ մենք երեք լսեցինք, ես վստահ եմ, որ եկող օրերին ամբողջական նահանջի մասին կլսենք, սակայն շատ կարևոր է այն հանգամանքը, որ բոլորը պետք է գիտակցեն, որ այս ռեժիմը իր գլխավոր միջոցը, որ իր իշխանությունը բահում էր, այսինքն իր ուժի գիրառումը օր-օրի գործում է։ Հավասիկ այն փաստը, որ արդեն 5-րդ, 6-րդ օրն է ժողովուրդը փողոցում է եւ նրանք չեն կարողանում ուժով ժողովրդին Իսկ եթե հանգարց առաջիկա օրերին, առաջիկա ժամերին եւս լինի նման գործ հակառակորդի կողմից, ես առայժմ մեր ժողովրդին եւ նախաձեռնող երիտասարդներին գոհորդորեի, որ առայժմ դիմեն տակտիկական նահանջին եւ հետո նորից վերադիրանալու նույն դիրքերը, այսինքն ինչպես որ դեպի ունեցավ օրեր առաջ նրանք քշեցին այստեղից մեր ժողովրդին եւ ժամեր անց մեր ժողովուրդը նորից այստեղ է։ Եվ վստահ լինելով որ այս մարտավարությամբ մենք հակառակորդին հյուծելու ենք եւ փոփոխությունը, այսինքն հեղափոխությունը լինելու է իրոք առանց արյունի։ Ասում են հաջողության գրավականն այն է, որ այստեղ սոցիալական պահանջ է առաջացված եւ կարծես թե իշխանությունները ուղիղ հասցեատերը չեն, մասնավորները հասցեատերը, իշխանությունը համակարգողն է այս բաժանային։ Ասեն հաջողության գրավականը դա է եւ հանդուրժելու եւս։ Այս ամբողջի խորքը քաղաքական է, բոլորն էլ շատ լավ հասկանում են։ Ավելորդ հետևանքներ մենք չանենք, մենք մեզ մի չի մոլորացնենք։ Այո, նպատակը ճիշտ է տրված, հակառակորդին բարդացրել, հետ կանգնել այս որոշումից եւ դրանից հետո անպայման շարունակել, այսինքն այս հետևանքի դեմ պայքարից հետո անպայման շարունակել պայքարը պատճառը վերացնելու։ Իսկ պատճառն էլ որ առաջ այս գեղեցիկ համագարկից ցերպացատումն որի գործում մենք լծված ենք, ամիսներ առաջ հայտարարել ենք, այսօր էլ կանք եւ ոչ ոք թող չկասկածի, երբ բահակա մենք այդ դրոշը բարձրացնելու ենք։ Սեֆիլյան Հովիկ Ափյանն ասում է որտեղից այն գումարը, որը պետք է փոխհատուցվի հայ վնասների համար, որը կրել է հեծը ու որի պատճառով բարձրացել է սակագինը։ Դուք ասեք որ հայտնի կորձիչ մգա անունը չեմ ուզում դամ, որը հայտնի է իր ինտրիգներով, երկար տարիներ ծառայելով Քոչարյանին կամ Սերժին կամ մյուսին, բայց հետաքրքիր միտք էր հուշել, ասելով որ նրանց վիլաները ձախելով
Հա բոլորը թող իրենց վիլաները տնեն աջուրդի, եթե հաջախորդ չեն գտնել, մենք ժողովուրդ իրենց կօգնի, այդ բոլորը պիտի ազգայնացվի, սա հստակ է։ Ահա Վասիկ փողերի դեղը մի մասի դեղը մատնացույց են գանում, խնդրեմ։ Այո։ Ազգայնացվելու են, ոչ ոք չկասկածի, ինչ որ խլել են ժողովրդից, եթե վերադարձվելու ոչ ոք չկասկածի, շնորհակալություն։